Սել հետևորդներ, այսօրվա մեր եղանակն էլ, ինչպես գիտեք, դե բոլոր տեղերում էլ տաքացել է, ու ձները հալվում է, այդքան շատ ցուրտ չի, սաղ շենքի պատերը թաց, ջուրը ջրից ցլան, կամաց գարնան մեջ ենք մտնում, միջև փետրվարի 15-ը, լավոր հունվարի մեջ ենք, միշտ էլ հնով ամսի 15-ից է փոխվում եղանակը, նոր 15-ից հետո արդեն կամաց ոտ առ ոտ գարնան մեջ են մտնում, գարնան եղանակը, այդտեղ սիրելիներս, դե ասում են տրնդեզից հետո տրնդեզը որ անում ես, արդեն գարուն է, այ որ տրնդեզներ չանենք, էլի գարուն է։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ լավ եք, բարով եկեք էլի մալիկ, սիրելի հետևորդներ ջան, ինչ եք պատրաստելու այսօր, կարող է հարցնեք առողջությանս մասին, ճիշտ է, այդքան վատ չեմ, լրիվ չեմ առողջացել, բայց դե ոչինչ, յոլա կգնանք, սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշեցի տունն եմ մնացել այսօր, գործեր ունեմ, պետք է գնամ այդ ID քարտս փոխել, ժամը 3-ին պետք է դուրս գամ այսօր, որոշեցի ես ազատ ժամանակը ձեր հետ կիսվելու, ձեր հետ նկարահանելով, ուրեմն ձեռքիս տակ ունեմ, սիրելի հետևորդներ ջան, կտրտած սար, այդ սարը, սիրելի հետևորդներ, խոզի փորի սարն է, որը ասում են հազիվ շատ օգուտ է, հազիվ շատ օգուտ է, որոշեցի, ասենք սարցախցիկը որպեսզի տեղ չգրավի, բերեմ հալեմ, ու լցնեմ մի հատ տարայի մեջ ու պահեմ, հիմա գնանք մոտիկ, արդեն գազօջախը միացրել եմ, մի քիչ ջուր լցնենք, որ չվառվի, ընդհանրապես ասում են գոլորշի վրա են հալեցնում, որ օգնի, բայց դե չեմ թողնի, որ շատ վառվի, չեմ թողնի, որ շատ վառվի, սիրելի հետևորդներ, ու ես էլ այդ վատառող չնեմ, հենց դրա կարիքը ունեմ, կօգտագործ եմ, էլի երևի, ոչ թե երևի կօգտագործ եմ, մի քիչ էլ ջուր ավելացնենք, մեկա ջուրը քաշելու է ինքը, որ չվառվի, ու տակը ցածրացնելու եմ, ցածրի տակ, ցածրի տակ հալում, ես քանի օրը նկարահանում չեմ արել, որովհետև ես ուժեղ հազու տակ չի կարողանալ նկարահանում անել, ինչ որ վիդեոներս որ գցում եմ, որոշ ժամանակ առաջ է նկարահանել, ոնց որ ասեք ձեռքներիս տակ զապաս ունենք, էլի տենց ենք ասում, չէ, սիրելիներս, շպոկե, թավան չեմ փչացնի, մակ ասեք դանակով ես անում, կարող է դանակը ծակի, շատ ըմպիր թավա է, ասեմ ձեզ, որ կանացի սումկեք եմ ծախում իրան զնաչոկը վրան չէ, ես թավան էլ է զնաչոկով, ոչ բոլորը կարող է ջարել սրանից, ես ա բերել եմ ինձ հետ Հունաստանից, ինտեղ էլ հազիվ եք ջարել, վերջապես, անջատեցի իրարից, ենեցեք կարար ինքը անջատվեր,
Ես այդ որ անում ենք ավելի էլի հեշտացնում ենք հալվելը։ Ճիշտ ասած, իմ հետևորդներ, այս փորի յուղից աղիքների կպածն է, էլի սա։ Աղիքների կպածեր կա, նենց էլ կա։ Ես ասեմ, որ միշտ հոտ եմ առել, այդ խոզի փորի յուղից, բայց այս անգամ հոտ չեմ առել, եմորթողը տես է եղել, մորթեն էլ կապ չունի, եթե անասունից է գալիս, են անգամ սարքել եմ, մի հատ փորի տենց բանի հոտ չեմ առել, ոնց որ սովորական սալվինի։ Թողնենք։ Հարգելի հետևորդներ, տակը արդեն ուժեղացրել է, բերան էլ բաց եմ թողելու, որ ջուրը կլոչի անա, մնա հալված սալը։ Չեմ թողնելու շատ չորանա, որ արդեն կօգտագործենք էֆեկտը ստանա։ Եթե իրան ինքը վառվեց, ուրեմն իրան էֆեկտը կորցնում է։ Հարգելիներս արդեն տեսնում եք ոնց է եղում, չէ՞։ Բարի ծանջալտենք։ Հիմա ես սրա տակը կցածրացնեմ։ Բայց ես ում եմ բերաններ ծածկել, որ գոլորշի մեջ հալվի։ Միշտ տակը ցածրացնենք, որ հանգիստ հալվի։ Ուրեմն միջև որ կհալվի մեր սալը, մենք մի քիչ կզրուցենք իրար հետ, ձեր հետևորդներ ջան։ Ուրեմն իմ հետևորդներից Ելիզավետա Դոբաջյան, ճիշտ ասեմ ազգանունը, Ելիզավետա Դոբաջյան, ինձ գրել էր, որ Տիկին քնարիք դուք Հունաստանում ապրել եք, մի անգամ պատրաստեք պլակի ճաշատեսակը, թող մեր Հայաստանի ժողովուրդը իմանա։ Բայց ես առաջին անգամն եմ լսում այս ճաշատեսակի համար։ Ելիզավետա ջան, ես ուզում եմ իմանալ մեր ճաշատեսակը, ինչ ճաշատեսակը։ Եթե ուզում ես ծանոթանաս ինձ հետ, եթե դու կոմենտը կարդում ես, քեզ որ պատասխանել եմ, կարող ես գրես, ես իմ հեռախոսի համարը կտամ քեզ, դե Հունաստանից չես կամ WhatsApp կմտնես, կամ Viber, կամ էլ Facebook-ով կարող ես ծանոթանալ, մեսեջերով խոսենք, սիրելիներս կներեք, որ մի սխալ ասացի բառը, իր այդ խոսենք, ծանոթանանք, ինձի ասես, որ ես ճաշատեսակը ինչա պարունակում իրան մեջ, և մեծ սիրով ես կպատրաստեմ։ Իսկ ինչ խոսքը վերաբերվում է մեր սիրելի Անահիտ Կասպարյանին, իմ հին հետևորդներից է, հետը սկզբից էլ ինքը հետևում է, արդեն երկրորդ տարվա մեջ ենք, Անահիտս հետևում է ինձ, ու այս վերջերս ասում է, որ ես ինքը իմ կոմենտերը, իրան կոմենտերի պատասխանը չի տեսնում։ Անահիտ ջան, ես միշտ քեզ պատասխանում եմ, մեկ ես էլ եմ տեսնում, որ այդ կոմենտը պատասխանեցի քո, ու կորակ, գնաց կորակ, ցույց չտալի, որ ես գրել եմ, մեկ էլ ցույց է տալիս։ Դու ուշադիր եղի, կարող է մեկ ցույց չտա, մեկ է ցույց տա, դեպի երևի ինտերնետից է, մենակ քո մոտ չի, մեր Ֆլորա Գրիգորյանն էլ, որ մեկ իրան պատասխանել եմ, տեսել եմ այդ պատասխանը սկորավ, երևի ինքը չի տեսնել, կամ էլ տեսնում է, ես չգիտեմ, հատայս թյուրամեծություններ շատ է լինում,
մատուցություններ։ Շատ ալինում սիրելի հետևորդներ ջան, դա այսքանը այս չափ սպասենք մինչև հալվի մեր այս բանը սալը, որ հետո դուրս գան դրսում էլ մի քիչ կնկարահանվենք, մի քիչ կխոսենք իրար հետ, սիրելի հետևորդներ ջան։ Հետևորդներ, արդեն մեր սալը հալվել է։ Հիմա ես անջատելու եմ ծրատակը ու մի քիչ հետո արդեն քամեմ։ Հիմա անջատում եմ, անջատեց, չեմ թողնելու, որ վառվի։ Եթե վառվեց, ասենք մեր հազի համար բան չի օգնելու։ Պետք է որ չվառվի։ Այս մուգ տեղերը որ երևում, այսի կամերայից է դա։ Իսկ ես բաց այս սպիտակը տեսնում եք մի հատ սալը չի վառվել։ Նորից կհանդիպեմ։ Հարգելիներս, դե հիմա արդեն քամում եմ։ Լվացարանի մեջ եմ դրել, ասել եմ կարող է կողքից թափվի էլի, չկեղտոտվի։ Համարյա քամեցին, մի քիչ մնաց, այն էլ կողքի կպահեմ, այն էլ կքամեմ։ Այսպես կողքի անենք։ Ինչքան դուրս եկավ, համարյա մի երկու Երևի 200 գրամ, 150-200 գրամ։ Այդքան սալից էսի դուրս եկա։ Դե որ թողնեի վառվեր, ավելի շատ դուրս կգար։ Քիչ կարմիր է։ Սիրելի հետևորդներ, դե մեր սալը հալեցինք։ Այստեղից եղավ։ Հլա փորձեք տեսնենք։ Կակրած ես էլ հիվանդ եմ։ Մեկ ճաշի գթար։ Այ, հաճելի չի, բայց հլա տեսնենք օգտ տալու, թե չէ, մի անգամ արել եմ, փորձել եմ, չի օգնել, այս անգամ տեսնենք, կներեք, պետք է գթալը լիզեմ, դե ասան յուղ այլ ինչ, եմ որ ասում էի հոտ չի գալիս է, համ չի գալիս, ես համը զգացիս տեղ, ուղակի սալիք չեր համ գալիս, բայց որ հալել եմ, արդեն համը զգացի, ես էլի հետևորդներ ջան էլի կհանդիպենք, ես անգամ էլ կհանդիպենք դրսում։ Հետևորդներ, դա արդեն դուրսն է, բառնել եմ իմ ճամփին և իջնում եմ։ Ավելի լավ է։ Հարգելիներս արդեն բառնել եմ իմ ճամփին և իջնում եմ։ Ինչ պասպորտների անունները մոռանում, դրանք պետք է կողեմ, դա հարմար առիթ է, որը սովետունն է, իջնում է, մեկ հետ լավ է, մտածում եմ, որ փետրվարի 3-ի ասեմ ցուրտ, ձուն, այդ ոնց պետք է ես իջնեմ, հետո տեսա, որ բանը,
Այս քանի օրը որ եղանակը տաքացավ, լավ էլ հալվել է, նեղություն չի, որ ոտքով քայլել, ոնց որ Աստված ինձ լսեց իմ նեղությունը, եղանակները բացվեց։ Նայսա մի հատին տեղ կա, որ ոտքով իջնել ավելի լավ է, որ ներքև իջնել, ոչ թե բարձրանում է։ Բարձրանալը մի քիչ դժվար է։ Խորը շնչում, արտաշնչում է։ Ես սիրելիներս ուշից հետո ճանապարհը ոնց է բաց։ Ուստերը ձյուն է, բայց ոտքի ճանապարհը, ավտոյի ճանապարհները բաց։ Ավտոյինը ոչինչ, ավտոյով ենք կգնանք, բայց մեր ոտքի ճանապարհը որ բաց է, շատ լավ է։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, նոր եմ տուն եկել, արդեն իրիկնապեմ է, 6-ն է արդեն գալիս, մինչև ժամի 5-ն է, պասպորտ սեղանը աշխատում։ Հազիվ ինձ գցել եմ տուն, ժամանակ էլ տուն, որ ձեր երեսին նայեմ, ասի մի քիչ սոխով եմ ասում, կարմիր լոլիկով, սարցախցիկով պահած, պամիդերով ձվածեղ պատրաստել։ Եկար ժամանակա չենք դրել, որ մտքովս էտի ացավ։ Ոտիկ կդնեմ եսա։ Շտակը ցածրացրի, երկու հատ սոխ եմ կտրտել, իհարկե սիրելի հետևորդներ, մեկ սոխ շատ եք սիրում։ Այդ ընկերուհի ունեմ, համ հետևորդ է ինձի, Մարինե անունով, հիմա կտեսնի, կասի դու ամեն ինչում սոխ ես լուծում, ինքը սոխ չի սիրում, էլի դրա համար։ Այ ջան, սոխ չի սիրում ինքը։ Ճաշի մեջ ոնց որ գլուխ սոխն է դնում ու հետո հանում, բայց մենք ուշքներս գնում է սոխի համար։ Էսի սեցելի հետևորդներ ջան, հիմա մնաց լոլիկը մաքրենք։ Սոխառածը թող դաղվի, իսկ սարցախցիկից հանած լոլիկները, էսա նայեք տեսեք, հալվել է, որ մեկ ասում են դե սարցախցիկինը կլինի, լավ էլ լինում ասել հետևորդներ չան, առաջի անգամը չի, միշտ էլ պատրաստել ենք։ Նայեք ինչ սաղսաղել մնացել է, հենց ցլցել դրել ենք սարցախցիկը։ Հեշտ էլ մաքրվում է, ոնց որ եռացրած ջրի մեջ մցրած հանածել ես։ Սառածել է։ Մեջի կենտրոնական մասը ոնց որ սառած է։ Ասել այսպես։ Հա, մոռացա ասեմ, դե բան արեցի։ Լրիվ ամեն ինչը հավվեցի, մնաց որ գնամ փետրվարի 24-ի այդ բանը բերեմ, միշտ անունը մոռանում եմ, ID քարտը գնամ բերեմ։ Խառնենք, լավ հացքի մեջ սոխը, և լոլիկը կավելացում։ Մեր լոլիկը կտրտենք։ Քիչ հանեցի 4 հատ, ասի կարող է քնարիքսել աստեղ, իմ թորնովիս, կարող է չուտեն։ 4 հատ չէր, բայց 5 հատ է եղի, կարող է բանը նարել գերել են, ոտև ջրած աստեից։
Չնայած էսել է հերիք ոչինչ։ Չկա կա։ Չէ, լավ էլ հալվել է։ Ասել մեր լոլիկ։ Սի պոչ էր եված, բայց պոչ լոլիկի մեջի են կանաչ տեղն է։ Սա դնենք մի կողմի վրա, մա հետևենք։ Կարող գնացի պատվոր սեղանը, որ ասեմ իշխներս կետա, պապիկին որ նայում է, պապիկն իրար աղջիկն էլ էին եկել, որ չտեսա պապիկն ընտեղ, մնացել եմ մոտիկացել, ուրախությունը ծիծաղում, ասում է, գիտես քեզ ոնց ճանաչեցի, քո հազիդ ճանաչեցի, որ ես հասում եմ, հազով սա ճանաչել, որ ես եմ մեռել ենք խնդալուց, կատակչի մարդ է, հարգելիներս արդեն Սոխը լավ թափկել է, միքսուրը ռոզվիացել է։ Լոլիկը լցեցի։ Դա ասել լոլիկ չկա, բաղ սոխա։ Չէ, լոլիկից կերել էին սուլմա երկու հատը։ Դրա համար քիչ եղավ, դե ոչինչ։ Ինչ եղավ, ինչ։ Ամենակարևորը, սիրելի հետևորդներ ջան, ես մոռացել էի սկզբից ձեզ ցույց տալ, նոր հիշեցի, ուրեմն ավտոբուսի մեջ որ գնում էի, մի հատ հազում էի իհարկե ավտոբուսի մեջ, մի հատ տիկնոջ, այդ տիկինը նստած էր, որ տեսավ հազում եմ, ասեց ես քեզ մի հատ ռեցեպտ ասեմ, գնա պատրաստի, հազդ կարող է հենց այդ մի բանը գթալիցել, հազդ անցնի։ Ուրեմն, հեսա պատրաստել եմ թուրմը, ուրեմն ասեմ ինչ եմ ավելացրել։ Ուրեմն ասեց մեկ հատ լիմոն, մեկ ճաշի գթալ մեղր, շատ լիք չէ, էլի, և 3 պճեղ սխտոր, եթե սխտորդ մեծ է, 3 պճեղ, եթե փոքր է, տենց միջին է 4 պճեղ, ու ասեց եռացրած, ջուրը եռացրու, լցրու վրեմ, ինքը թրմվի, արդեն ասում է կերև է ինքը, որ թրմված է, թե չէ, հիմա ես տեսնում եմ, ոնց որ թրմվել է, ասեց մի ժամ, 2 ժամ, ես կթողնեմ, ոչինչ, մի 2 ժամ, 3 ժամ էլ թող մնա, ու ասեց օրը 3 անգամ, 3 անգամ, մեկ ճաշի գթալ կուր կտաս, կարող ասես մի հատ ճաշի գթալեր կուր տաս, քո հազդ կանգնի, հիմա սիրելի հետևորդներ ջան, պատրաստել եմ, դե տեսնենք, եթե ինձ օգնեց, ուրեմն բան կանեմ, կասեմ դուք էլ պատրաստեք։ Ուրեմն հարգելիներս, դա մեր ծովածեղը արդեն պատրաստ է, դուն էլ ավելացնենք։ Ասեմ, որ աղմել եմ ավելացրել մեր ծովածեղի վրա, կսեք ինչ սիրում ունի։ Սեծ խաչ անենք, ինկերանը պակենք, շատ չխարմենք, որ բան չտարնենք, որ սիրում ենք, տակը միքի ծադրացնենք, մեր ծավացեղը մի քիչ հետո
Ձերի հետևորդներ, մեր ծվածեղը պատրաստ է արդեն, ասեք ինչ լավ ծվածեղ ենք ստացել։ Ձերի հետևորդներ ջան, ինչպես տեսաք, մեր ծվածեղն է պատրաստեցիք, մեզ բարի ահորժակ, ձեզ տեսություն, սիրելիներս, մի րոպե չգաց, սիրելիներս այսքանով վրազում եմ էլի, երեխեքն եկալ տուն արդեն, սրանով վերջացրեցինք իմ այսօրվա հոլովակը, ստեսություն ձեզ կհանդիպենք հաջորդ հոլովակին, չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել զանգակ կոճակը, գրվել ձեր մեկնաբանություններում, շնորհակալ եմ ձեր գրած մեկնաբանությունների համար, սրտիկների համար, ամեն ինչի համար, դե ես ձեզ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն